Ֆրանսիայի նախագահի կինը ապտակել է ամուսնուն։ Կարծում եք իր կնոջը չվերահսկող Մակրոնը կարող է երաշխավորել մեր անվտանգությունը։ Այո, դա ներ ընտանեկան է։ Ինքը ապտակել է, թե չի ապտակել։ Հիմա ապտակել է, թե չի ապտակել, դա ինչ կապ ունի Հայաստանի հետ։ Հայաստանը կարող է ապտակել։ Ձեզ թվում թե չի կարող բան անի։ Նախագահի կինը ապտակել է ամուսնուն։ Ինչ եք կարծում, իր կնոջը չվերահսկող Մակրոնը կարող է երաշխավորել մեր անվտանգությունը։ Իմ կարծիքով ոչ։ Եթե կնոջը չի հարգում երկիրը, ոնց կարող է հարգել։ Կինն է ապտակել իրեն։ Կինը։ Չեմ կարող ասել։ Կնոջը չի կարողանում վերահսկել, կարող է Հայաստանի անվտանգությունը ապահովել։ Իհարկե ոչ։ Հնարավոր է, որտեղ Ֆրանսիան այն երկիրն էր, որ առաջինը ցեղասպանությունը ճանաչեց, նվիրված է Հայաստանին, հնարավոր է օգուտ տա։ Այս չի կարողանում իր կնոջը վերահսկել։ Տեսախցիկների առաջ կինը իրեն ապտակել։ Դա իրանց օրենքներն է, երևի թույլ տալիս։ Ես էլ ծրեմ մտածում, չգիտեմ ինչ կանով է։ Բնականաբար կերաշխավորի, որտեղ Մակրոնը հայերին շատ է սիրում, մեր կողմնակիցն է։ Բայց չի կարողանում իր կնոջը կառավարել, տեսախցիկների առաջ ապտակել։ Նրա կինը իր դասատուն է ուսուցիչն է եղել։ Սիրահարվել են, էլ տարիքային մոմենտով չեն հաշվել, ամուսնացել են։ Եվ դա նշանակում է, որ կարող է ապտակել ամուսնուն տեսախցիկների առաջ։ Ոչինչ, այդպես էլ կպատահի կյանքում, կբարիշեր։ Մեր մոտ էլ կարող է տենց բան պատահել, ինչի՞ չէ։ Ինչի՞ կորում։ Կինն էլ կապտակի, տղամարդուն քիչ դեպքեր ա լինում։ Բայց այստեղ հարցը անվտանգությունն է, որ չի կարողանում կնոջը, այսպես ասած, վերահսկել։ Արդյոք կարող է մեր անվտանգությունը երաշխավորել։ Չէ, չի կարող։ Լավ բան չի։ Թույլ է այսինքն։ Այո։ Գիտեք ինչ, ես մենակ իմ մասին կասեմ որպես կին, ուրիշի կնոջ մասին չեմ ասի ոչինչ։ Ես այդ ապտակը չեմ տեսել, չգիտեմ, չեմ կարող ասել։ Հետո տարիքով մեծ է, հնարավոր է։ Որ տարիքով մեծ է, կարող է ամուսնուն ապտակել։ Այո, իհարկե։ Ուրեմն մի սխալ բան արել է։ Հիմա Մակրոնը կարող է մեր անվտանգությունը Ես չեմ կարող երաշխավորել։ ասել, որտեվ ես պոլիտիկայով չեմ զբաղվում։ Ես գյուղացի տղա, իմ օղի, իմ ջրի հետ եմ կապնված, ուրիշ ոչ մի բանի։ Հաստատ է, ես շատ եմ հավատում իրան։ Իդեալական հայրի լավ բարեկամ մարդ է ինքը, շատ։ Ես կարծում եմ, որ եթե մարդու կինը հավասար է, ինչ որ իրավունքները կինը ունենա, էլի։ Երևի թույլ է տվի տենց բաներ ինքը։ Իսկ Մակրոնը այդ դեպքում կարող է երաշխավորել մեր անվտանգությունը։ Ոչ մեկը չի կարող մեր անվտանգություն երաշխավորել, մենակ մենք։ Իհարկե ոչ։ Այո։ Բայց կնոջը չի կարողանում վերահսկել, տեսախցիկների առջև ապտակում։ Ինչ կապ ունի, կարող է ու կկանգնի։ Քոչարյանն է կանգնել, թե Սերժը։ Պատճառ կա, չէ, որ խփել կամ ես չեմ կարող ասեմ։ Այդ դեպքում, որ կնոջը չի կարողանում վերահսկել, կարողանա Հայաստանի անվտանգությունը ապահովել։ Չի կարող։ Ես թվում է ընտանեկան հարցերը չի կարելի կապել արտաքին աշխարհի հետ։ Գուցե դա իրենց ընտանեկան խնդիրն է։ Դե որպես թույլ տղամարդ, թույլ է տվել, որ կինը իրեն ապտակի։ Այդքան թույլ է։ Կինն է ավելի ուժեղ։